Ես ուշադիր լսեցի ձեր ելույթի ընթացքում դուք ասեցիք, որ Transparency International-ի զեկույցի մասին, եւ ես ուզում եմ լսել ձեր կարծիքը, թե ինչ գործնական քայլեր եք պատկերացնում կոռուպցիայի դեմ պայքարի, ավելի մեր հայրենակիցներին հասանելի առանց մասնագիտական տերմինոլոգիայի, ոնց եք պատկերացնում, եթե երկրում չկան հակակշռման եւ փոխզսպման մեխանիզմներ, ոնց կարող է մի երկրում այդքան արդյունավետ կոռուպցիայի դեմ պայքար լինի, եթե չկան բավարար հակակշռման եւ փոխզսպման մեխանիզմներ, այդ մեկ։ Հանրային ներգրավվածությունից խոսեցիք, ես կուզեմ դուք հստակ ասեք, օրինակ գիտենք, որ վստահելիության հետ կապված խնդիր կա, ոնց եք պատկերացնում այդ խնդրի լուծումը եւ վերջում բարեվարկության հետ կապված գաղտնիք չէ, որ այդ բարեվարկության հիմնական շահառուն, այդ խնդրի հիմնական շահառուն իշխող ուժն է եւ այդ ուղղությամբ դուք օրինակ ոնց եք պատկերացնում պայքարը, դուք բավարար կամք եւ վճռականություն ունեք, օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետին, օրինակ գործ հարուցեք բարեվարկության հետ կապված կամ այլ պաշտոնյաներին, միշտ խնդիրը դրա մեջ է եղել, էլի, ասենք ոչ միայն այս իշխանության օրոք, տարբեր իշխանությունների օրոք այդ խնդիրը եղել է եւ ես կցանկանամ ավելի անկեղծ եւ ազնիվ բացատրեք եւ ձեր տեսակետները հստակ արտահայտեք այս ուղղությամբ, որովհետեւ խնդիրը ավելի գլոբալ է, համապարփակ է եւ քանի որ ժամանակը ավարտվեց, արձագանքին կշարունակեմ, շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Դանիելյան հարցի համար, ըստ էության հարցը բաղկացած է մի քանի հատվածներից, երևի սկսեմ հետևյալ հարցից, հանրային վստահության տեսանկյունից ինչ գործնական աշխատանքներ կա իրականացնելու։ Նշեմ, որ այս հարցը մենք ինքներս մեզ էլ ենք տվել աշխատանքային գործունեության ընթացքում ու կարող եմ բերել օրինակներ։ Օրինակ, մենք ունենք ազդարարման համակարգում ազդարարների թվի ցածր վիճակագրություն եւ հետագայում հասկացանք, որ հանրությունը համակարգի վերաբերյալ չունի պատկերացում եւ չի պատկերացնում, թե այդ համակարգի միջոցով ոնց կարա իր իրավունքները պաշտպանել։ Մենք 2023 թվականի ավարտից 2024 թվականի ընթացքում մինչև 2025 թվական լայնածավալ իրազեկման աշխատանքներ արեցինք այս ուղղությամբ, ներկայացրեցինք համակարգը հանրությանը ու ըստ էության պարզ դարձավ, որ երբ որ մենք նայում ենք վիճակագրական թվերին հանրության հետ աշխատանք իրականացնելուց հետո եւ առաջ, դրանք էական տարբերություն ունեն։ Օրինակ, եթե նախկինում մենք ունենք ազդարարման միջին ամսական ցուցանիշ 5 ազդարարում, 2 ազդարարում, 3 ազդարարում, մենք այս աշխատանքներից հետո արդեն ունենք ամսական ամենաբարձր ազդարարման թիվը, անցած տարի ենք գրանցել ամսական 75 ազդարարման դեպք, ազդարարման էլեկտրոնային հարթակով։ Այսինքն իմ պատկերացմամբ հակակոռուպցիոն ոլորտում հանրության վստահությունը գրավելու եւ հանրությանը այս աշխատանքներին ներգրավելու առաջին գրավականներից մեկը հանրությանը գործող մարմինների աշխատանքին ծանոթացնելն է, ներգրավելն է, հանրության հետ բարբերաբար աշխատանք տանելն է։ Օրինակ, մենք ունեցել ենք նաև նմանատիպ պատկեր, երբ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից է թեժգիծ գործարկվել նախորդ տարի եւ այդ թեժգծի գործարկումից հետո 1 ամսվա ընթացքում կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ հանրության կողմից շուրջ 250 եւ ավել հաղորդումներ են եղել։ Այսինքն այս հարցի շրջանակներում կարծում եմ, որ պետք է ուղղակի հանրությանը ցույց տալ այս մարմինների աշխատանքը, ցույց տալ թե ինչպես կարող են կոռուպցիային բախվելուց իրենց իրավունքները պաշտպանել, որ մարմինը ինչ լիազորություն ունի եւ որ դեպքում որ մարմին կարելի է գնալ։ Չնայած ասեմ, որ մենք օրինակ ազդարարման դեպքում չենք ուզում այդ տարանջատումը անել ու քաղաքացին ազդարարելով կազդարարի մեկ պետական մարմնի, հետագայում պետական մարմինները իրենք կորոշեն դեպքի բնույթը եւ իրենք կոպիտ ասած նախաձեռնող կլինեն խնդրի լուծման ուղղությամբ։ Արձագանք։
Չեք վերջացրել։ Չէ, կնեք սա մեկ հարցն էր, բայց մնացածը ելույթի ընթացքում, եթե ամբողջ ելույթի ընթացքում կանդրադառնամ, ուղղակի մի արագ դիտարկում բարեվարկության շահառուների հետ կապված նշեմ, որ բարեվարկության ուսումնասիրության շահառուն Հայաստանի Հանրապետությունն է իմ կարծիքով, որովհետև բարեվարկության ուսումնասիրությունները իրականացվում են ըստ էության հանրությանը ներկայացնելու տվյալ թեկնածուների նշանակող մարմիններին մինչև վերջերս նշանակող մարմիններին կողմնորոշելու օգնելու հարցում, բայց մենք արդեն 26 թվականի հունվարին այդ հրապարակը կներեք, բայց կավարտեք արդեն արձագանքից հետո խնդրում եմ ելույթով կանդրադառնամ մյուս հարցին, պարոն։ Արձագանք։ Ես արձագանքի իրավունք ունեմ, պարոն Կարապետյան, ձեր պատասխանը կներեք իմ գնահատմամբ շատ լղոզված էր, հատկապես բարեվարկության հետ կապված ես կուզեմ ձեր հստակ գնահատականները լսել, սա շատ կարևոր է, տեսեք, խնդիրը ինչումն է, ես այսպես ձևակերպեմ իմ հարցը, ցանկացած իշխանության պարագայում խնդիրներ կան կոնկրետ պաշտոնավարող անձի, պաշտոն ունեցող անձի անկաշկանդ գործելու եւ իրապես անաչառ լինելու։ Հիմա ես խոսում եմ մեր ժողովրդի, մեր հայրենակիցների շահերից։ Վաղը իշխանափոխություն ա լինելու, իշխանություններ են փոխվելու, իշխանությունները գալիս են եւ գնում են։ Հիմա ո՞նց անենք, որ այդ համակարգը կոռուպցիայի կանխարգելման համակարգը այդ անկաշկանդությամբ առաջնորդվի եւ իրապես սպասարկի ոչ թե այս կամ այն իշխանության եկած մարդկանց կամ շահերը կամ չգիտեմ անուշադրության մատնի կոնկրետ խնդիրները, այլ իրապես այդ կառույցը խնդիր ունենա անկաշկանդ եւ անաչառ գործելու։ Ես կուզեմ այս առումով ձեր տեսլականը։ Ելույթով կարձագանքեմ, պարոն Դանիելյան։ Կարող եմ արձագանքել։ Տեսեք, բարեվարկության ուսումնասիրությունների ընդհանուր առմամբ կոռուպցիայի կանխարգելման գործունեության տեսանկյունից ճիշտ է, ես քաղաքականության մշակմամբ եմ զբաղվել ու կոնկրետ դեպքերով ըստ էության ես չեմ հետաքրքրվել շատ, բայց առնվազն առաջի հայացքից պարզ է, որ հանձնաժողովը այս պահին էլ գործում է անկաշկանդ, որովհետև ըստ էության հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունները եւ վարչական վարույթները վկայում են այն մասին, որ դրանք ըստ էության ավելի շատ գործող պաշտոնատար անձանց մասին է։ Ինչ վերաբերում է օրինակ Հայաստանի Հանրապետության վարչապետի այլ պաշտոնատար անձանց մասով, եթե չեմ սխալվում, հանձնաժողովը նաև վարկագծի հետ կապված հարցերով ունի նաև եզրակացություններ նույն Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից վարկագծային հարցերի շուրջ, այլ պաշտոնատար անձանց վարկագծին վերաբերող հարցերի շուրջ։ Բարեվարկության ուսումնասիրության մասով նշեմ, պարոն Դանիելյան, որ ըստ էության բարեվարկության ուսումնասիրությունը ինքը խորհրդատվական գործիք է, բայց ինքը ունի շատ կարևոր նշանակություն, մնացածը էլի ելույթում կաննշեմ։